Գրեթե մեկ շաբաթ է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմը իր բողոքի ձայն է բարձրացրել։ Նրանք արդարություն են պահանջում։ 3 ամիս աշխատավարձ չստանալը, իրենց սիրելի տնօրեն Էմին Թորոսյանի աշխատանքից հեռացնելու քաղաքապետարանի համապատասխան հրամանը եւ շուրջ 95 տարվա պատմություն ունեցող թատրոնի փակվելու վտանգը այսօր դերասաններին ստիպում է միասնական պայքարի դուրս գալ։ Դերասանների փոխանցմամբ Էմին Թորոսյանին հեռացնում են Պատանի հանդիսատեսի տնօրենի պաշտոնից պատճառաբանելով հրավիրատոմսերի չարաշահումը, սակայն օրեր առաջ Հայք Նյուզի ուղիղ եթերում դերասանական կազմը ժխտեց այդ պատճառաբանությունը, հավաստիացնելով, որ հրավիրատոմսեր տրվել է սոցիալապես ավելի խոցելի մարդկանց եւ ուսանողներին։ Ինչ հրավիրատոմս դժվարություն, ընդհանրապես մի խոսեք այդ հրավիրատոմսը դա ծիծաղելի է, ժողովուրդ այս բան չկա։ Ասեմ ում ա տրվել հրավիրատոմս, սոցիալապես անապահովներին, փաստաթղթերը կա, շնորհակալագրերը կա, պարոն Զաքարյանի մոտ է ամեն ինչը, զոհված ազատամարտիկների երեխաներ, միակողմաններին ծնողազուրկ, այդ հաշմանդամներին, չգիտեմ, թոշակառուներին, խոցելի խավին, շատ է, ուսանողներին, ժողովուրդ ուսանողներ կան, թատերական եւ մշակութային քոլեջների բուհերի, մենակ թատերական ինստիտուտը չի, էլի կան, գալիս են դիմում են, վերջում եթե տեղեր է լինում, այո, միշտ այդպես է եղել, անձամբ մենք նստել ենք աստիճաններին կամ ազատ տեղեր է եղել, մենք կամ առանց հրավիրատոմս կամ հրավիրատոմս, սա ինչ է կնկել ամեն աթոռը հաշվում եք, վայ ոնց եղավ, հրավիրատոմս է, գին, չունի։ Թատրոնի անձնակազմը իդեմս ռեժիսոր Դավիթ Հարությունյանի քաղաքապետարանի որոշումը աբսուրդային է համարում։ Դերասանների կարծիքով բարենորոգման անվան տակ մի քանի կոպեկի դիմաց պատվեր է իրականացվում։ Սա ինչ հորինած, էս ինչ է։ Ես ամեն անգամ ասում եմ հանգիստ խոսեմ, չեմ կարողանում ես արդեն այս աբսուրդի մեջ ապրել։ Ինչ բարենորոգում։ Ինչ բարենորոգում։ Միտեղից էլ երեք հոդված եմ կարդացել։ Խայտարակ, չգիտեմ, այդ թատրոնը զզվելի, պարզ երևում է, որ սա պատվեր է, արդեն պատվեր, 2 կոպեկ շպրտում են պատվեր են գրում, այդ թատրոնը փակել է պետք, նույնիսկ Նարդոսը, ով է Նարդոսը, ես չգիտեմ, վերջին ուսուցիչին կպան, չգիտեմ ում կպան, սրան կպան, նրան կպան, վերջին ուսուցիչին են կպեն, լավ, անցնենք, այս ներկայացումը բոլորը վատն են, էսա կգա բանը Մեսսիան, աշխատավարձերը հենց բարձրացնեն, բոլոր ներկայացումները լավն է, դուք ասենք լուրջ եք խոսում։ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի եւ վաստակավոր արտիստ Անահիտ Բաբլեյանը իր վրթովմունքը հայտնեց մատնանշելով այն փաստը, որ պատկան մարմիններին մեկ բան է պետք՝ փակել թատրոնները, թողնելով ընդամենը 3-ը։ Այստեղ պետք է որ թատրոնը վերացնեն։ Այստեղ պետք է որ թատրոնը չլինի, որովհետև իրենք մտածում են, ու ես գիտեմ, այս վաղուց վաղ խոսակցություն է, որ պետք է Հայաստան ունենա 3 թատրոն՝ Սունդուկյան, օպերա եւ տիկնիկային։ Երեխաները չպետք է ունենան։ Այսօր ես կարդացել եմ մեկի գրախոսական, այսպես ասած, հանճարեղ։ Գրել է արդեն հայ հեղինակներին է ոչնչացնում։ Մեր ունեցած, մեր մեծերին ոչնչացնում են։ Հայ ժողովրդի համար թատրոնը առանցքային նշանակություն է ունեցել դեռևս հնագույն ժամանակներից։ Նույն պատմաբան Պլութարքոսի վկայությամբ Քրիստոսից առաջ 69 թվականին Տիգրան Մեծարքան Տիգրանակերտում կառուցել է հելենիստական ամֆիթատրոնի նման շինություն, որտեղ ներկայացումներ են բեմադրվել։ Իսկ Արտավազ II-ի օրոք պատմական Արտաշատում կառուցվել է հելենիստական ոճի թատրոն, որտեղ մեր թվարկությունից առաջ 53 թվականին բեմադրվել է Եվրիպիդեսի Բաքոսուհիները ողբերգությունը։ Այսպիսով սկսած Քրիստոսից առաջ հենց առաջին դարից բազմաթիվ պատմական փաստեր են վկայում Հայաստանում թատրոնների գոյության մասին։ Մինչդեռ այսօր, անկախ Հայաստանում, Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի կրճատել թատրոնների թվաքանակը, թողնելով ընդամենը 3-ը։ Թե որն է պատճառը, որն է տրամաբանությունը, անկեղծ ասած դժվար է հասկանալը։ Մանավանդ երբ քաղաքապետարանը չի տալիս որևէ հոդաբաշխ բացատրություն ոչ դերասաններին, ոչ լրագրողներին եւ առավել եւս թատերասեր հայ հասարակությանը։ Այն հարցին, թե այս քաղաքականությունը ինչ սպառնալիքներ ունի եւ որտեղ է թաքնված դրա ակունքը, դերասան Վահան Միրաքյանը ասաց.
Ես բարեբախտաբար համապատասխան մարմիններում չեմ աշխատում, ես աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան եւ համապատասխան մարմինների անունից որևէ պատասխան տալու արտոնություն, իրավունք, ցանկություն նույնիսկ չունեմ։ Դա երևի թե ավելի ճիշտ կլինի փորձեք պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանի մամլոխոսնակից։ Հայք News-ը պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեց ԿԳՄՍ աշխատակցի հետ, ով մեր հարցերին այսպես պատասխանեց. Խնդրում գրեք, որ նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ անհեթեթություն է։ Նման բան չի կարող լինել, չկա ու չի կարող լինել։ Հայք News-ը փորձեց զրուցել նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների հետ։ Դրա արդյունքում ստացանք հետևյալ պատկերը։ Երեք օր է մեզ չի հաջողվում կապ հաստատել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի, քաղաքապետի օգնական Լուսինե Պետրոսյանի, քաղաքապետարանի լրատվության վարչության ղեկավար Օֆելիա Սիմոնյանի, քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության ղեկավար Գորժ Սարգսյանի հետ։ Ինչի մասին է սա փաստում, դատեք ինքներդ։ Ի վերջո ով է պատասխանատու այս ամենի համար։ Դերասանական կազմը օրեր շարունակ սպասում է քաղաքապետարանի աշխատակիցներին, պարզաբանումներ ստանալու եւ իրենց հարցերին պատասխանելու համար։ Կքանդվի արդյոք 95 տարվա պատմություն ունեցող թատրոնը։ Երևանում իսկապես ընդամենը 3 թատրոն կմնա։ Այս բոլոր հարցերի պատասխանները ակնկալում էինք ստանալ քաղաքապետարանի համապատասխան բաժիններից, սակայն նրանք հեռախոսազանգերին պատասխանելու ժամանակ չունեին։ Հայք News-ը հեռախոսազանգ ունեցավ Էմին Թորոսյանի հետ, ով քաղաքապետարանի որոշմամբ այլևս համարվում է Պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին տնօրեն, նշեց, որ այսքան ժամանակ քաղաքապետարանից ոչ ոք չի գնացել թատրոն, դերասանական կազմի հարցերին պատասխանելու եւ պարզաբանումներ տալու համար։ Քաղաքապետարանի նման վերաբերմունքը այլ բան չէ, քան առհամարանք առհասարակ արվեստի, մշակույթի եւ թատրոնի նկատմամբ։